Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր վլոգը սկսում ենք Դավիթի համով մռութից։ Ուրեմն երեկ առել էի պաղպաղակ իրան ու Արտաշեսին, բայց ասեցի Դավս երեկոյա ուշա ցուրտ է ավելի վաղը կուտես։ Այսօր աչուկները բացես թե չէ, եկավ հյուրասենյակ։ Մամ, կարելի է ուտել պաղպաղակ, ասում իհարկե կարելի է։ Ճիշտ է, ճաշիկից հետո ացանկալի, բայց այսօր բացառություն կանենք։ Հա Դավս։ Բա բերե դրել ես, բա որ հալ չի, միգուցե արդեն ուտես։ Ինչ կասես։ Համով մռութ։ Երիքն ես։ Ես այստեղ նստած եմ, նայում եմ իմ երեկվա նվերները, որոնք ստացել էի իվենթի ժամանակ, ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ, էլի։ Ստացել է այսպիսի շամպույն, այս շամպույնից երրորդ անգամ ակարդեմ իվենթներին, որ ստանում եմ, ալերանայա կոչվում, ինքը տարբեր տեսակներ կա, պրոտիվ պերխտի, պրոտիվ выпадения, ընդեղ կերատինով տարբերակներ, այս անգամ ընտրել եմ այս предотвращает выпадение и стимулирует рост волос, անպայման կօգտագործեմ, ստացել էի նվեր Ջիլբերտո Մարտինեսից, իրանք աքսեսուարների խանութ են, ակնոցներ եւ այլն բան, ու ինձ բաժին է հասել այս գեղեցիկ շղթան, որը կարծում եմ շատ սիրուն է։ Եկեք տեսեք, այսպես։ Ամառը ինչ որ շորիկների հետ, ինձ թվում է, որ գեղեցիկ լուքեր ստեղծելու հնարավորություն կտային։ Խորենը դեռ քնած է, ես ու Դավս ենք արթուն, ես էլ ասեցի մի հատ նստեմ, հանգիստ սուրճս վայելեմ, համել նայեմ իմ նվերները։ Այս նվերը դեռ չեմ բացում, այստեղ բանը ֆոտոսեսիայի հնարավորություն է, կարող է ծնունդիս օգտագործեմ 31-ամյակից ինչ-որ հավես ֆոտոսեսիա անեմ, այս մի րոպե, մի հատ հավես փայտյա ափսեն նվեր ստացել, Wood Style-ա կոչվում, Wood Style Phoenix Edge-ից, միշտ ուզեցել եմ ճիշտը որ ասեմ, վերցնեմ այս տիպի ինչ-որ մի սպասք, բայց միշտ չեմ արել դա, այնքան լավ փայտի հոտ է գալիս ու ինքը իր ձեռքով եկավ իմ մոտ, նայեք սուրճը դնես դե, որ բաներ շարես ու վայելես, կամ սուրճը չէ, օրինակ այստեղ պանրի տեսականի դնես, այստեղ ինչ-որ սոուս կամ խաղող, հա, ու մատուցես, շատ սիրուն ճոխ բան է ինքը, այն որ համ համեստ է վիզուալ, համ ճոխ, կյանքս կգնաս թաթիկներդ սրբես, տղես, այս, հիմա մի հատ սիրուն բան եմ, եկեք այսպես, սիրուն բան եմ ստացել, օջաղ երեխեք, հլը նայեք, այս շրթունքի տեսքով է, այս էլ այդպես տարտալետկայի մեջ, հա, բաներ, շիրնիկաներ են, ենքան էսթետիկ ու ենքան հավես տեսք ունի, որ չես ուզում օգտագործես, չեմ ուզում, բայց հաստատ օգտագործելու եմ, որովհետև էսթետիկան մեր կյանք բերում է ինչ-որ հետաքրքիր էմոցիաներ, գույներ և ինչու այն չստեղծել կամ եթե արդեն ձեռքի տակ կա, ինչու այն չկիրառել։ Նվեր քարտեր եմ ստացել, այդ նվեր քարտերով արդեն գրել եմ, որ պատվիրեմ, մեկը գիշերազգեստների, ներքնազգեստների էջից է, մյուսը մանկական հագուստի էջից է, որտեղից Դավի պիժաման է իրեն անգամ նվեր ստացել իվենթի ժամանակ, արի կյանքս, վլես, օրինացի նա պիժամկայը, էլի բան կա, որ նվեր եմ ստացել, հա, աղի հանք գնալու հնարավորություն, զարգացման կենտրոնը, իրանք աղի հանք ունեն, ես 10,000-ի նվեր քարտ եմ ստացել, ուզեի աղի հանք գնալ, ինքը բուժական հատկություն ունի, հա, կյանքս պաղպաղակակել եմ, Մամա, ուրա սիտիկ, ինչ սիրտիկ կյանք, սիտիկ ուլադեք, չգիտեմ, նուշիկազի, արևս չգիտեմ, հլը սպասիկ մի հատ հիշեմ էլի կար բան, որ ձեզ ցույց չեմ տվել, ոնց որ հիշեմ, որ էլի բան ունեի, բայց մտքիցս թռել է, լավ, հեսա գնայեմ, եթե հիշեմ, ցույց կտամ, դուկ, դե գնա պիժամա թանի, մի հատ շորե թակի, լավ, հլը տեսնեմ, կարծեմ, էս էր, հա, ասում եմ չէ, որ հիշում եմ, որ մի բան եկար, այսպիսի հետաքրքիր կտավ եմ ստացել, հա, այս էջում հայկական մոտիվներով, հա, բալես, բայց մի արա կճղվի, հայկական մոտիվներով կտավներ էին այս էջում, գեղեցիկ, եկեղեցիներ, հա գանձես, մեկը մեկից սիրուն հետաքրքիր, ես ընտրեցի այս տարբերակը, կարծում եմ գեղեցիկ այս դեղին պատերի վրա էլ շատ սիրուն կնայվի, ինձ թվում է այստեղ միտեղ կփակցնենք։ Օգնականից տեսնենք։ Ես Դավին իջացրեցի բակ երեխեք,
Խորենն էլ է բակում, մի քիչ մաքրոտ է շնչում։ Կամաց չընկնես մենակ վարը։ Собственной персоной. Հա։ Խորենն էլ է բակում собственной персоной. Այո։ Խաղանք։ Չէ, պապային պետք չի քրտնել, ես կխաղամ, քո հետ մի աչի գցի ինձ։ Վայ։ Հոպ, հոպ։ Молодец, գոլ է իրանում մամային։ Այ գոլ խփեց։ Սպասի դավ, ստեղ ցեխա ես հրամաններ ա տալիս, դավայ խաղա ասում ա։ Okay. Oh, բլաշ։ Մեկ։ Oh, բլաշ, Արտաշեսը դպրոցում ա, ափսոս մեր հետ չի, բայց կարող ա մինչև դրսում լինենք գա։ Oh, բլաշ։ Մտքովս անցավ Դավին տանենք մազերը կտրենք։ Հիմա տեսնենք Վարշավիրը ազատ կլինի մեր բախտից։ Հա, Դավ, կտրենք։ Խելոք նստում ա տղես։ Հրամայում ա, որ կողքը գիծանենք Արտաշեսի պես։ Հետ չմնա հանկարծ։ Հա, Դավ։ Այն է հիշեցի մեր աժեն, Ու հասկացա, որ պետք չի երեխային վիրավորել։ Մեր Արտուրի մաստեր կլասն է։ Քիչ ամում ես է գամ կտրեմ քո մոտ Արտուրին։ Ես եմ դասավասի։ Երեք սալ մարդրել եմ երեքուց։ Դավը լողում եմ նստում։ Ինչ Արտուջան։ Ասում ուզում եմ ունքս Արտաշեսի նման գիծ անենք ու մեկ էլ մազը գիծ։ Հիմա անելու ենք, որ ուզում ա։ Փակի աչուկը, թույլ փակի։ Թույլ։ Ահա, այդ է։ Դավը իրա բանի մեջ է, տարերքի մեջ է։ Ինչև միս եմ արդում, ինքը նստած զուկիկներին է նայում։ 3 ամբողջ օրը գիշերը, մինչև այսօր կեսօր դուր չենք ունեցել։ Հենց տվեցին 1000 ձեռքով անցել եմ գործի։ Այստեղ քյուֆթան է, որ առել էինք երեք, բայց քանի որ դուր չկար, այս բարդ պատրաստման բաները թողել էի հաջորդ օրվա։ Այստեղ էլ հավի բդիկներն եմ համեմել, դրել որ ժարիտ լինի։ Հիմա պիտի խոհանոցս կարգի բերեմ։ Դավ ջան, ինչա լույսս Արտաշեսը տվեց, ոչ թե ինքը հեռախոսի վրա լույս եմ չէ դնում նկարելու։ Կռիվ ա սարքել։ Մի խոսքով հիմա անցնեմ խոհանոցը կարգի բերեմ, բաղնիկ, զուգարանը, Դավի։ Ասեցի ձեզ մի հատ ցույց տամ, այս Mixit-ի նոր մասկան որ վերցրել եմ, նախորդս վերջացել էր։ Այս Viber-ի սուղ է պատվել, ահագին ձգձգված եկավ, բայց եկավ իտոկու մասկը для тотального восстановления волос кератина։ Այնքան սիրուն ուպակովկա ունի, դուրս շատ է գալիս, այսպես անեմ, որ ինքները դեռ տեսնեք։ Ճիշտ այնց դուրս չեկավ, որ ինքը եկավ այսպես կիսաբաց, այսինքն այստեղից է մի քիչ թափված։ Պիտի ինչ-որ ավելի հերմետիկ փակված լիներ, բայց դե հիմա այդպես է եկել։ Ինչ անենք էլ հետ չէի ուղարկելի հաստատ։ Ահա, այդպես։ Ու մեկ էլ Mixit-ից մի հատ բան էի վերցրել, այն մի մասկաս վերջանում է։ Այս նոր մասկան էի վերցրել, փոխում է դեպքի մաշկից։ Polish для жирной кожи, այսպես է գրված, уменьшает несовершенство, повышает упругость, бережно полирует, сужает поры. Ավեք եք դա չբացեմ, են մեկս վերջացնեմ, ինչու եմ զուկրտում, ինչու եմ գողացել։ Խոսքով այս երկու ձեռքբերումներս էինք, որոնք ցանկացա ձեզ ցույց տալ։ Խորենը դուրս է եկել տնից։ Կարծում եմ 20 րոպեից տանը կլինի։ Տարվա մեր առաջին ելակն է այսօր մեզ հյուր եկել, դավս պոչիկից բռնի կեր, իսկ այդ բան արա։ Այդ մի կեր, լավ։ Չէ, ահա փոքվեց, всё։ Կարտոֆիլ էի նաև խորիկից ուզել, ուզում եմ պյուրե սարքեմ,
Դե խոսքով, այս էլ լվացել եմ։ Տոտիկ։ Ընտորտ։ Մամա, եպեկա, այս պոկի։ Մամ, я չմես մի չմես։ Մուտանտ եմ, բալես։ Вкусно? Думаешь, лёфнешь? Համով է եղել խորմիսը։ Շատ։ Խորենը այսօր մի անգամ արդեն դուրս է եկել բաժարեղենի խանում։ Իրան նարդիկա շատ չեմ ուզում տամ, դրա համար ասեցի մնացածը ես կանեմ, պետք չի որ դու խրտնես։ Քիչ առաջ գործերով ընկած, հանեցի, որ Լևանա իմ նոր ձեռքբերումը, հա, պրոստին, պադեձիալնիկ եւ այլն, ու հասկացա, որ ես չեմ էլ նկարել ձեզ համար դա, ուղղակի այս վերջին շրջանում իմ գլուխը այնքան խառն է, որ իմ ուղեղի տեղը արդեն թեփ է լցրած, ու ես ոչինչ չեմ հիշում, ինչ եմ առել, ինչ ունեմ, ինչն եմ ցույց տվել, ինչը ձեզ ցույց չեմ տվել, եւ հասկացա, որ այս ձեռքբերումներից դուք չեք տեսել։ Եկեք ձեզ ցույց տամ, քանի որ իմ խորենի երեխաների անկողնային պարագաները արդեն մաշվել էին մի տեսակ ու թակուբիր սենց վիճակներ էր նյարդայնացնող, ես որոշեցի, որ ամբողջ հինը մաշվածը դուրս եմ գրելու եւ ուղղակի նոր կոմպլեկտները այդպես գեղեցիկ կոկիկ կօգտագործենք ու ձեռք էի բերել մեկը այս տարբերակը, տեսեք, գեղեցիկ, սենց մոտիկ պահեմ, որ տեսնեք։ Երկու տարբեր վերմակներ, ես խոյենն նույն վերմակի տակ իրար հետ յոլլա չեն գնում եւ երկրորդը այսպիսի տարբերակ, սրա կանաչ կրեմովին մենք ունեցել ենք, կհիշեք, այս մի տարբերակը եւ երեխաների համար ճիշտն ասած մանկական բրինկներով շատ մուք էին ու որակը դուրս չեկավ, դրա համար վերցրել եմ մեկին այսպիսի տարբերակ մի տեղանոցի համար է, հա, նկարում էսպես բանա թվում, բայց իրական մի տեղանոցի համար է եւ երկրորդին այսպիսի տարբերակ այսպիսի Всё մնացածը որ 3 դարակ զբաղացրած այն որ թվում է թե կա, բայց սա կիսատ պրատ է։ Մեկի վրա լաքա է, մեկի վրա, չգիտեմ, ճղվել է, մեկը էսա, մեկը մաշվել է։ Այդ սա ուզում եմ դուրս գրեմ ու այսքանը, սենց ակուրատնի փոխ օգտագործեմ։ Երեխաներին մի ամբողջական կոմպլեկտը իրականում բավականացնում է։ Իրենց համար նախորդ առածս կոմպլեկտը ինչի է մաշվել, երևի 2 տարի է որ դա առել եմ, ուղղակի ես անդադ լվանում եմ, նորից գցում եմ, լվանում եմ, նորից գցում եմ։ Բայց ինչի եմ այդպես անում, հա, ինչի 2 հատ չեմ առել, զուտ տեղի համար, որ այդ խցկոցին չլինի։ Ինձ ուղղակի, բայց 2 հատ եմ վերցրել, որովհետև մեզ ավելի հաճախ եմ փոխում, էլի։ Մի խոսքով երեխեք ջան։ Մի հատ ուժերս հավաքեմ, սրանք վերջապես լվամ։ Առաջ որ մի բան առնում գալիս էի, դու նույն րոպեին ես ուզում էի իրան օգտագործեի, արագ, հիմա մեկ էլ հիշում եմ, ես կես ամիս առաջ ականջող էի իմ համար առել, ես 2 շաբաթ առաջ մազերի մասկա էի առել, հիմա գլուխը սենց շատ ամպոտ է, էլի սենց մի տեսակ ու շատ դժվար եմ կենտրոնանում ինչ-որ բաների վրա։ Արտաշեսի փորիկն է ցավում, մի քիչ իրան неважно чувствует, բայց փորձում ենք հասկանալ թե ինչու նախնդիրը, որովհետև որ ասեմ այնպեսի ինչ-որ սենց բան է կերել, որի արդյունքում փորը կցավա, չէ, միայն ենթադրում եմ, որ մի քիչ ինքը որ մակարոշկա է ուտում, չափը անցնում է մեկը, շատ է սիրում էլի, ենթադրում եմ, որ փորը ուղղակի ուռել է, մի քիչ պիտի քայլի, որ դզվի, ինքը քչակեր է, բայց 1-2 ուտելիք ունի սիրելի, որոնց մեջ կարող է չափը անցնի, մեկը պիցցան է երևի, մեկն էլ մակարոնն է խաշած, որ սիրում է տենց շատ, այդպես։ Մեզ մոտ առավոտ է, Արտաշեսին հենց նոր ենք դպրոց ճանապարհել, այստեղ ուզում էի ինձ համար կիտրոնաջուր սարքել, ճիշտը որ ասեմ, այս վերջին շրջանում այս առողջական խառը պատմությունների արդյունքում, քանի որ ես ունեմ ՌՊՊ, расстройство пищевого поведения, այդպես է բացվում հապավումը, ՌՊՊ-ի մեջ համատնայև եմ, որ էմոցիաները զրիդայ շիդոյ, ու ես տենց մարդ եմ, օրինակ մարդ կա, երբ որ ստրեսի մեջ է, ինքը չի ուզում ուտել, օրինակ խորենը, ախորժակը լրիվ փակվում է, իսկ իմ մոտ հակառակն է, ես այդ ստրեսի նեգատիվ էմոցիան փորձում եմ կոմպենսացնել սնունդի տված ինչ-որ դրական լիցքերով։ Ու արդեն զգում եմ, որ պետքա մի հատ ինձ վերագտնեմ, հիմա այսօրվանից փորձում եմ վերագտնել։ Կիտրոնաջուրը իհարկե պնդում եմ, որ չի նիհարացնում, չի նպաստում
ճարպաքայքայմանը, ինչպես որ մեզ երկար տարիներ թվացել է, բայց որ ճիշտ ասեմ, ես սա չեմ խմում ճարպերը քայքայելու համար, ես սա խմում եմ զուտ որպես վիտամին C փոքրիկ դոզայով առավոտյան ու զուտ հաճելի է ջուրը խմում, երբ որ իր մեջ կիտրոն կա։ Այդ տեսանկյունից նայենք հարցին, թե չէ նեն չի որ ինքը պիտի ինձ օգնի նիհարել։ Նիհարելու համար ամենակարևոր ֆակտորը կալորիաների դեֆիցիտն է, դա փաստա։ Եվ փաստա, որին եկել եմ սեփական փորձով, տարիներ շարունակ տարբեր բաներ եմ ես փորձել, գիտեք, անառողջ, առողջ, անառողջ նկատի չունեմ, երբևէ որևէ հաբեշ, չգիտեմ, խոտաբույս, այսպես բաներ երբեք չեմ արել։ Անառողջ ասելով նկատի ունեմ, որ օրինակ մինչև ամուսնությունս կար փուլ, որ ես ուտում էի բացառապես մենակ լոլիկ ու մածուն, օրեր շարունակ։ Որի արդյունքում իմ ամբողջ բերանի խոռոչում լինում էին ստոմատիտներ, թթվայնությունը բարձրանում էր բերանից, կարծում եմ դրանից էր։ Այդ տիպի հիմար բաներ եմ արել, կամ մի ամբողջ տարի զրկում էի ինձ ցանկացած տեսակի քաղցրավենիքից ու հետո ամանորին սրի վերելնում, այդ 1-2 ամիս չէի կարողանում հետ գալ այդ ամեն ինչից, որտեվ օրգանիզմը ծարաված է լինում։ Հիմա ես այդ օպտիմալ տարբերակը գտել եմ, այդ օպտիմալ տարբերակը այն է, որ всё по чуть-чуть, էլի, ամեն ինչից քիչ, բայց այս պերիոդում այդ ամեն ինչից քիչը մի քիչ չեմ պահում, հատկապես քաղցրավենիքի մասով։ Ու քանի որ RPP ունեցող մարդիկ կարող են սնունդ ուտել ոչ թե որովհետև ուզում են դա, այլ որովհետև լիքը ֆակտորներ կա այդտեղ, իմ օրինակով ասեմ, օրինակ ես կերա թույլատրելի դոզայից մի քիչ ավել։ Դա իմ մոտ առաջացնում է մեղքի զգացում ու դրա հետևանքով ես կարող ուտեմ երկրորդ շոկոլադը չուզելով։ Ինքնապատժման մի տարբերակ է։ Կհասկանան այն մարդիկ, ովքեր ունեն, մյուսները գուցե չհասկանան, թե որ չես ուզում, ինչ ես ուտում։ Բայց դա իրականում շատ լուրջ խնդիր է, մարդիկ տառապում են դրանով տարիներ շարունակ, ուղղակի կամքի ուժի հաշվին ես միշտ պահում եմ, չեմ թողնում, որ հասնի ծայրահեղ վիճակների, բայց օրինակ արժիրենիա ունեցող մարդիկ, այդ ռուսական հաղորդումը կա, չէ, ռուսական չի, ես ուղղակի ռուս տղայի էջում եմ նայում, ամերիկյան ինքը թոք-շոու է, я вешу 300 կիլոգրամ ու այնտեղ ցանկացած մասնակից, ով 300 կիլոգրամ քաշ ունի, փաստում է, որ ինքը ունի այդ ռաստրոյստվան ու ինքը ուտում է, որովհետև զուտ այդ հոգեբանական բարդույթի պես մի բան է, հա չեմ ուզում այդ թեմայով շատ խորանալ, ամեն դեպքում կանում է խնդիր, ինքը շատ լուրջ խնդիր է, пищевой зависимости առհասարակ, пищевая зависимость, ցենց ասենք, այդ հայերենի զուբնոյ պաստան է, որ բաներս, ռոդերը փոխում ենք, չէ, հայկական դարձնելուց, ինքը շատ լուրջ խնդիր է, ու մարդիկ տարիներով աշխատում են մասնագետների հետ, որպեսզի ազատվեն այդ խնդրից, ուղղակի ես քանի որ իմ այդ խնդիրը գիտակցում եմ, ես ինձ, այսպես ասած, հավաք եմ պահում և ամեն ինչ անում եմ, որպեսզի չափերս չանցնեմ, հա, ու ես զգացել եմ, որ ինչ շատ կարևոր է այն համար դրական լիցքերը, երբ որ նեգատիվ լիցքերը շատ են լինում, քան դրականը, իմ մոտ ինքը գալիս է առաջին պլան, ես ոնց որ ուզենամ ինձ ուրախացնեմ, այդպիսի ինչ-որ ֆունկցիա, մեխանիզմ է կատարվում։ Երեք մեր ակողնային պարագան լվացի, այսօր երեխաներին եմ գցել լվալու, вообще լրիվ ու բորկա անելու տունը մեր տունը հիմա, շատ կիսատ պռատ վիճակ է, այն որ ձեռքի հետ հավաքում եմ, ինչը հասցնում եմ, փորձում եմ, չգիտեմ, լոգասենյակը կարգին պահել, խոհանոցը կարգին պահել, բայց այն որ սառնարանն է պահանջում, որ իրան մաքրես, պահարաններն են պահանջում, շատ իմը դասավորել եմ։ Մի խոսքով լիքը բան կա անելու, պրոստո ուժերս չի հերիքում, հələ որ սպառված եմ ինձ զգում, էլի այդ էմոցիոնալ ուժեղ ստրեսների հետևանքով է դա ու նաև ֆիզիկապես եմ հոգնել վերջին շրջանում, մի տեսակ ինձ զգում եմ որպես մզված, քամված կիտրոն,
բայց կփորձեմ ինձ վերականգնել։ Իմ համար շատ կարևոր է սննդակարգը այս հարցում։ Եթե իմ սննդակարգը օքեյ է, ես հոգեբանորեն հանգիստ եմ, жизни радостность է գալիս իմ վրա, եթե սնունդի հետ հարաբերություններս վատ են, անառողջ են։ Երեկվա սարքածս քյուրթայից մի կտոր էր մնացել, մի փոքր կարագի մեջ տապակել եմ ու վրան ձու եմ ջարդել։ Այսօր սնվելու եմ կոկիկ, չափավոր, այս իմ Դավի համար է։ Հա, այստեղ 4 ձու է, մեկը ես եմ ուտելու, մեկը Դավը, այն էլ կպայենք ես Արտաշեսը դպրոցից գալիս է։ Դավը սովորաբար պապան կերել է ու հիմա այսօր կատեի օրն է, Խորենը հենց նոր դուրս եկավ, Արտաշեսյան եկել է հետևից ձեռքերս խաչած, Աստված կանչած սպասում եմ այդ կատեի արդյունքներին, լարված եմ իհարկե, բայց ուզում եմ լիահույս լինեմ ու հավատամ, որ ամեն ինչ լավ է։ Հեսա բերանը փակենք։ Ընտրեմ այս տեսքը ունի իմ նախաճաշը։ Ես իրական 7-ից արդյուն եմ 11-ին նոր նախաճաշում եմ այսօր, քանի որ երեք խախտումներ էի արել, այսօր ասացի մի քանի ժամ հանգիստ եմ օրգանիզմիս։ Այստեղ մի քիչ ձվածել է, մի փոքր էլ բանջարեղը։ Ջուր։ Այնտեղ հյուրասենի, հա, հենա քոնը լավ հիմա։ Երեխեք ջան, այստեղ կարտոֆիլը համեմեցի, կտրատել եմ, որ աղան ներս նաև թափանցի, ու հիմա կդնեմ իրան վառարան։ Մյուս թավայի մեջ արդեն տապակի մեջ, հա, արդեն հավի բտիկները կհամեմեմ ու էլի կդնեմ վառարան։ Այսօր ուզեց սիրտս վառարանի մեջ սարքել, ոչ թե ժարի տանել։ Մեր միս երեխեք ջան, իրականում այնց վառ կարմիր է, իսկ կադրում մի քիչ այնց կալիսնիվիոտ է երևում։ Մեր վերևը ռեմոնտ է երեխեք, գլուխս ճիշտն ասած արդեն գնաց, բայց դե հասկանում եմ, որ մարդիկ ուզում են իրանց տունը սարքեն եւ պիտի ուղակի հանդուրժել։ Всё, սա էլ է գնում վառարան, խորիկ ասես դեռ սպասում են կատեի բժշկին, ասել եմ հենց մի բան իմանա անմիջապես զանգի, որովհետեւ փշերի վրա եմ։ Մի հատ իմ վիճակը նայեք էլի, ասենք Էս ինչ է, Խորենը ուրեմն գնացել էր կատեի համար, պարզվել է բժիշկը գալու է 1-ին։ Այսօր քաշուտ եմ արթնացել, օրի չի անցնում, դեռ մեկն է, մեկը չկա։ Մի խոսքով, ընդեղ սպասեցին, հետո զգացել եմ, որ շատ է սպասում, Արտաշեսին իմ տղուս։ Արտաշեսի հետ գնացել, վերցել եմ, բերել եմ ու նորից գնացին։ Արագ սմուզի սարքեցի, ասեցի, որ մի հատ խմի նորիչի, ինձ ու իրան էի սարքում, սա այսօրվային երկրորդ բրիոմ պիշին է երեխեք, այսինքն են նախաճաշը, որ ցույց տվեցի, և սա, օրը մռայլ, անձրև, վերևից ես դղկը, արդեն երևի, գիտեմ քանի ժամանակ գլուխս արդեն ցավում եմ, բայց դե փորձում եմ չլսելի տալ։ Մի խոսքով հիմա նորից գնում են կատեն, հուսամ կանեն նորմալ, կտեսնենք արդյունքները։ Արտաշեսի ճաշն էի տանում, ասեցի դեզ ցույց տամ բուտիկների տեսքը։ Էս էլ մեր համեղ անուշաբույր կարտոֆիլ երեխեք ջան։ Ինչ հաճելի պահա չէ, որ նոր, թարմ լվացված, անուշաբույր անկողինը փոխում ես, ուսես մի տեսակ այդ բույրը մաքրության քթի տա տալիս, ապրելու ցանկությունը կրկնապատկվում է։ Երեխեք ինչ վերաբերվում է Խորենի կատեին, հիմա չնայած տեսքս вообще մարդավարի չի, բայց եկեք պտտեմ ին վրա ու պատմեմ։ Մի հատ իսկ նայեք էլի, ասենք ինչ տեսքամ ես ունենամ, եթե արդեն երեկո է ուղղել է այս աղմուկը մեր տանն է, պարզա որ գլխացա։ Կատեն արել էր, կատեի բժիշկը ասել է, որ գրեթե մաքուր է թոքել է, միայն մի երկու տենց փոքրիկ օջախիկներ կան, կետիկներ այսպես ասած, բայց դա դեռ բուժումը կարա իր հետո ավելի, սենց ասեմ, բուժման էֆեկտը նակապիտիլնի, այսինքն ինքը դեռ լավացնում է օրգանիզմը։ Դե իհարկե սա կատեի մասնագետի խոսքն է, մենք այդ կատեն պիտի տանենք բուժող բժշկին տանք ու նոր ինքը արդեն կասի շարունակում ենք բուժումը, թե սպասում ենք, որ ստացած բուժումը հլը իր օգուտը տա ու վերջնական մաքրվեն թոքերը։ Մի խոսքով փառք Տիրոջը, ամեն ինչ լավ ա եղել, այդ ասեցի ասեմ, որտեղ գիտեմ, որ դուք մտահոգ եք, հարցնում եք, հետաքրքրվում եք, որ դուք իմանաք։ Նա զգացեք եղանակ եմ էլի ասել։ Մայիսն ենք։ Ոգևորված են։ Մամա, բաց է։ Չէ, արևս վտանգավոր է, կայծակ կա, բան կա։ Չէ, ուզում եմ մի հատի կգոնը բեր։ Չէ, արևս։ Մամա, բաց է։ Բաց է։ Ինչի բացենք։ Я хочу վերցնել։ Ո՞նց ես վերցնելու։ Բաց է, what է ծապսի կամ վերցնել, ոչ
Հորիկին բռնացրեցի, ասեցի մի հատ ողջունես իմ աուդիտորիային, Ողջունում շուտակի եմ։ հոգատարներս անընդհատ հարցնում են քո մասին։ Բոլորիդ ու շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք ինձանով, հարցնում եք։ Մի խոսքով ես ակատեիդ մասին մի երկու բառով ասեցի, որ բժիշկը պիտի ասի հետագան ինչ են կանում, ինչ չեն կանում։ Խոր բժշկի գրանցման օրը վաղ, երկուշաբթի է, չէ՞։ Կարող է վաղ գնամ, կարող է Շաբաթ, առավոտ, Դիտինք դե ասի։ Հա։ Հաստատ չի ասել։ Հասկացա։ Մի խոսքով դե արի ամփոփենք վլոգը, դու ինչ ես ասում, պական ասա։ Դե ասի չասեմ, խաղաղություն ու լավ եղանակներ։